Յոզեֆ Գեբելսը շատ մարդակերտ տղա էր, բայց իրեն համարում էր խոտակի էր ինչ-որ բարի կրթված անձնավորություն, թեպետ իրոք կրթված էր Շամբորդին։ Գեբելսին վերագրում են խոսքեր, թե իբր ասելա, որքան մեծ լինի, որքան աննորմալ լինի սուտը, մարդիկ այդքան ավելի հեշտ կհավատան։ Գուցե եւ Գեբելսը արտաբերել է նման նախադասություններ, բայց իրականում դա Գերմանիայի գերմանական ինքնության հետ կապ չունի։ Դա զուտ անգլիական, անգլոսաքսոնական սկզբունք է։ Դեպ նացիզմն է Գերմանիայի հետ քիչ կապ ունի, ոչ չէ նացիզմի ոչ չէ ռասիզմը, որի ամենաայլանդակ դրսևորումը, ամենաայլանդակ կարգասիկը նացիզմն է, դա նույնպես զուտ անգլիական ձեռբերում է, աշխարհի ժողովուրդները ռասիզմով եւ նրա բոլոր դրսևորումներով պարտավոր են Անգլիային։ Ինչևէ, եւ բնական է, որ անգլոսաքսոնական բոլոր գործակալական ցանցերը, որոնք վեր են եկած աշխարհի տարբեր երկրներում իշխանության ղեկին, բարձր առաջնորդվելու են հենց այդ սկզբունքով ամենաայլանդակ ստերը ճշմարտություն դարձնելով, մարդկանց զոմբիացնելով, ապուշացնելով։ Գեբելսն եւս մեկ առիթով հիշատակեմ եւ ասեմ իմ բուն խոսքին։ Ուրեմն Գեբելսը իրոք կրթված մարդ էր։ Ինչպես եւ Հիտլերը կարող էր պարտիտուրան ձեռքին, որ Վագներ լսել եւ գրառումներ կատարել պարտիտուրայի վրա։ Հələ պատկերացնում եք Փաշինյան Նիկոլը նստած է օպերային դահլիճում եւ պարտիտուրան ձեռքը ինչ-որ բան է լսում։ Մարդու խելքը Արամ Ասատրյանից, Թաթայից կամ Զայրայր դեպքում Զախարոտից այլ բան իր վիճակի չէ ըմբռնելու, ընկալելու։ Ինչևէ, համաշխարհային երաժշտության ամենագլխավոր հիմնադիրներից մեկը Ռիխարդ Շտրաուսը, որը շատ ուշ ծնվեց ռոմանտիզմի համար եւ շատ երկար ապրեց եւ այն ժամանակ մահացավ, երբ արդեն արվեստում իմպրեսիոնիզմն էր պատմության գիրկն ասել։ Ռիխարդ Շտրաուսին հայ ժողովուրդը պետք է իմանա что где когда խաղով։ Այդ երաժշտությունը անճար նրա Զարաթուստրա սիմֆոնիկ պոեմն է։ Ինչևէ, երբ նացիստներն եկան իշխանության, Շտրաուսը արդեն տարեց մարդ էր, սրանք են վերցրին Շտրաուսին դրեցին իրանց գլխին, ասին դու մեր սեփություններ, դու մեր պատրիարխներ, այս կողմանքն մեր գլխից հերոք չգնաս, անգամ մի հատ շատ հիմար պաշտոն ստեղծեցին նրա համար, բայց նա ինչ է, ուրեմն գերատեսչություն ստեղծեցին, անունը դրեցին կայսրական երաժշտական պալատ, Շտրաուսին նշանակություն նախագահ, Շտրաուսին չանի, սրանք դեռ են եկել իշխանության, դեռ չի ճանաչում, սրանք ինչ են անելու, ինչ չեն անելու, հետները յոլա գնաց։ Հետո արդեն 38 թվից հետո մի օր ձերբակալում են Շտրաուսի հարսին, տղայի կնոջը, որ հրեա էր։ Զանգում ասում է, թե Հովսեփիկ, Գեբելսին է զանգում, ձեռեք առեց, եզար իմ հարսն է, ինչ գործում եք։ Վայ, շրջանկներս, բան, հեսա հադատեց։ Հարսին տարավ Պրագա, մի քանի տարուց Պրահայում բռնեցին։ Էլի մեն պատմությունը, հետո կոնֆլիկտներ առաջացան իրենց մեջ, հետո Շտրաուսը սկսեց չընդունել նրանց քաղաքականությունը, նրանց վարած պատերազմները, բայց դե պարզ Շտրաուսի խաթին նրանք չէին կարող գտնել, մի կերպ հանդուրժեցին, քանի որ շատ մեծ հեղինակություն էր Շտրաուսը աշխարհում մեկ, մի կերպ հանդուրժեցին նրան, մինչև պատերազմի վերջ, իսկ պատերազմից հետո ամերիկացիք քրեական գործ հարուցին նրա վրա։ Դե արդեն Նյուրնբերգ կար, արդեն դենացիֆիկացիա պետք է արվեր
Գերմանիայում։ Եվ ամերիկացիք ինչ անեն, հո չէին կարող ազգի հերոս, հայ ժողովրդի հերոս դրոյին դատել, որպես նացիստական լեգիոնի հրամանատար։ Դրոյին նրանք տարան Ամերիկայում փրկեցին, որ որպես գործիք օգտագործեն սովետական միության դեմ։ Նրանք է դատեցին Ռիխարդ Շտրաուսին, իբր թե ինչի համար ոչ ոք չհասկացավ, ինչև այս մարդուն այնքան տաղան բերեցին, որ այս մարդը մահացավ։ 85 տարեկան հասակում։ Հիմա ինչի համար եմ ես այս ամեն ինչը հիշում։ Չի մնացել մի հատ հեղինակություն հայերի մեջ, որ բարձրաձայնի սրանց արած լեկտիությունների մասին, որ բարձրաձայնի և նրա ձայնը լսելի լինի հանրության համար։ Մանսուրյանը մնացել, որի տղան ամերիկյան դեսպանատանն է աշխատում, ճիշտ Հայաստանի դեսպանատանը Նյու Յորքում, այն մարդը չի ուզում տղայի կարիերայի հետ խաղալ, լռում է։ Նույն վիճակում է Ռոբերտ Ամիրխանյանը։ Դժբախտաբար այսօր չունենք Վիկտոր Համբարձումյանի կլասի աստղեր գիտության մեջ, և մենք ընկել ենք Փաշինյան Նիկոլի ձեռքը, դիմանում ենք նրա գրություններին, նրա ստորություններին։ Համոզումը, ուզում է համոզել ողջ աշխարհին, գոնե հայությանը, որ Ղարաբաղից ազատվել Ղարաբաղ, դա փրկություն էր, դա անկախություն բերեց Հայաստանին, որը չուներ։ Մեկը չի արվում, դե այդ որ ասում ես անկախացանք Ղարաբաղը հանձնելով եւ Ղարաբաղի բնակչությանը ցեղասպանելով, ումից էս անկախացել։ Կամ այդ քո ինչը անկախ չէր։ Քո ինչը ինքնիշխան չէր, մինչև քո գալը։ Այն որ քեզ սահմանադրական տեքստ չէին պարտադրում, հա, այն որ քեզ չէին պարտադրում Արարատ լեռանից հրաժարվես։ Այն որ քեզ չէին պահանջում ցեղասպանությունից հրաժարվես։ Դա անկախ երկիր չէր, հա։ Իսկ հիմա երբ այդ ամեն ինչը քո վզին դրել են, հա, դու անկախ ես դարձել։ Լավ, Գեբելսի մտքով սենց բաներ չէր անցնի։ Ես ոնց եմ վարեցել սրան, ոնց եմ պարապացել սրան, սրա վերադասնելա։ Լոնդոնում թե Վաշինգտոնում թե որ գրողից է։ Եվ չկա գոնե մի հեղինակություն, հելն իր խոսքն ասի։ Հեղինակություն կրողներն է, ես այսօրվա սովորությամբ տեսում ենք ինչ վիճակում են։ Հովհաննիսյան Դանիելը 1000 հոգու փուռը տվեց Մկրտիչ Սրբազանին, իբր մարդկանց միտինգ ուղարկելու համար, իբր բռնի ուժով, եպիսկոպոս Մարսը ինչ-որ մարդկանց պարտադրել է ընդդիմության միտինգների գնալ։ Սրանց քարոզարշավը պարալիզացրեց երկրի դպրոցների ուսումնական պրոցեսը, ուր գնում է պարտադիր մանկավարժները, պետական դպրոցների մանկավարժները երեխեքի հետ գալիս են, դասեր են կրճատում։ Այդ Հովհաննիսյան Դանիելը չի կարող մի հատ բողոք գրել։ Գլխավոր դատախազում, թե տիկին դատախազուի ժողովարդապետն էս ինչեր է անում։ Լավ, սրանք այլաց վերեցին ամեն ինչը։ Եվ ազնիվ պայքարը, սրանց այդ ազնվությունը ամերիկյան գրանտակիր գործակալ հետ ինչ ընդհանուր բան ունի։ Դու ամեն ինչը սրանք այլաց վերեցին։ Եվ այս ամեն ինչում չի կարելի մեղադրել մենակ Փաշինյան Նիկոլին։ Չի կարելի։ Քաղաքականությունն ինչ է, դա շախմատ է, չէ՞։ Դիմացինդ այնքան կխաղա, որքան դու ես նրան թույլ տալիս։ Օրինակ շախմատ խաղացողները գիտեն, որ սևերը երկրորդ քայլով կարող են մատ դնել սպիտակներին։ Եթե սպիտակները ապուշեն թույլ տան։ Հիմա կարող եմ ենթադրել, չէ՞, եզրակացնել, որ այն որ սա այսքան լեկտիացել է, ընդդիմությունն է նաև թույլ տվել, չէ՞, նաև չէ, ընդդիմությունն է թույլ տվել։ Ես ինչ է կատարվում երկում, զզվելի է արժեն, զզվելի ուղղակի։ Զզվելի է Հայաստանում ապրելը, զզվելի է Հայաստանում արթնանալն ու քնելը։ Ամեն առավոտ արթնանում ես մի խայտառակ բան ես իմանում։ Երեկ ընկել էին խիղճ Գյուստա Սարոկյանի հետևից։ Դե պետք է ասում է Սարոկյանին, բայց լավ
դա անելու բան է։ Առիթ օգտվում է, որ Ծառուկյանը նապաստակ է, ինչ ասես ասում ամենալկտի ձևով։ Բաքու լակոտիտ կբերեմ, վզից բռնած կբերեմ, բան, ախր այնքան տգետ չի հասկանում, որ Ծառուկյանն ու Ծառուկյանի պես 150 կիլոնոց ջանդակները հատուկ ծնվում են իր պես տականքին ծառայելու համար։ Ծառուկյանը սրան լեգիտիմացրեց, չէ, 18 թվին։ Հսկայական գլխացավից ազատեց սրա վերադասներին։ Են նույնը հիմա կանի։ Իսկ եթե մեկը կարծում է, որ եթե հավասարապես Ծառուկյանի զայները պետք գան և Կարապետյանին, և Փաշինյանին, և Ծառուկյանը իր զայները վազելով չի դա Փաշինյանին, ուրեմն սխալվում է, չի հասկանում իր բանա Ծառուկյանը, իր բանա ամերիկյան դեսպանի զանգը Ծառուկյանին, և ընդհանրապես իր բանա ամերիկյան դեսպանը օկուպացված երկրում, ինչպիսին է Հայաստանը։ Ինչևէ 20 օր մնացել, 20 օրից մի քիչ շատ մնացել քվեարկությանը, դիմությանը կոչ եմ անում, խորհուրդ եմ տալիս ակտիվանալ, թույլ չտալ սրան էլ ավելի լկտիանալ։ Ի վերջո, իրոք շախմատա քաղաքական պայքարը, դիմացինը այնքան է խաղում, որքան դու թույլ տաս։ Ինչ ասեմ, պատրաստ են ամենավատ բաների։ Իդեպ ես ասել եմ, որ ընտրությունների կայացումը հարցական է, իսկ ընտրությունների կայացումը նորմալ ձևով, այսինքն գոնե սրանց օրենսդրության սահմաններում գրեթե անհնար է, գրեթե անհնար։ Չի բացառվում մոլդովական մեխանիզմը կիրառեն։ Մոլդովայում ինչ արեցին։ Մայասանդուն քվեարկությունից 2 օր առաջ երկու հիմնական ընդդիմադիր բլոկերին, դաշինքներին դուրս գցեց ընտրություններից, ընդամենը քվեարկությունից 3-4 օր առաջ։ Ավելին, Եվրամիությունը այլ նվեր է պատրաստում Փաշինյանի համար, ընտրությունների արդյունքների չեղարկում։ Այդ մեխանիզմը փորձարկեցին Ռումինիայում, երբ պարոն Ջորգեսկուն առաջին փուլում ջարդեց իշխանական տեխնազոյին, ընդամենը տոկոսու կես էր մնացել, որը մեկ փուլով ընտրություններն ավարտվեին։ Բրուսելը ասեց, որ չէ, հիբրիդային հարձակումներ են եղել, Պուտինն է խառնվել, ռումինացիք չկարողացան դեմոկրատական ձևով իրենց ընտրությունը կատարել։ Այսինքն ամեն ինչ հնարավոր է, պետք է ամեն ինչի պատրաստ լինել։ Եվ ընդդիմությունը ուղղակի պարտավոր է մտածել ոչ թե շատ ձայների համար, այլ նաև մտածել այն մասին, թե ինչ է անելու, երբ Բրյուսելն ու Վաշինգտոնը պարտադեն Փաշինյան Նիկոլին ձեռնարկել այն քայլերը, որոնց մասին նոր ասեցին։ Եվ հիմնական ընդդիմադիրների ընտրություններից անելը շատ հավանական է, շատ հավանական։ Եվ ընդհանրապես ընտրությունների արդյունքների չեղարկումն է շատ հավանական, այսինքն այդ պլան B կոչվածը պետք է արդեն մշակվի եւ բան արվի։ Որովհետեւ այլապես սրանք երկիրը կտանեն կործանմանը, եթե ինչ-ինչ պատճառներով սրանց հաջողվեց իշխանությունը պահպանել։ Հավատացեք, նոյեմբերի 9-ը կամ սեպտեմբերի 29-ը Արցախի հայտապանորոշը պետական տոն կհրճակի։ Անկախության տոնը կտեղափոխի սեպտեմբերի 19-ը, ոչ թե սեպտեմբերի 21, 21-ից կբերի 19։ Իր նախրին արդեն բացատրել է, որ իրոք անկախությունը դա էր, Արցախի հանձնումն ու ցեղասպանությունը, նորմալ մարդկանց կպարտադրի դրան հավատալ։ Նորմալ մարդկանց կպարտադրի։ Ով պիտի նրա դեմը կանգնի։ Ինչևէ, պետք է
շատ լուրջ աշխատել, շատ լուրջ մտածել, պետք է ամեն ինչ անել, որ այս չարիքից ազատվենք։ Իվանեսյան Դանիելն է, նորից եմ խնդրում, թող մեկը դրան փոխանցի, մորը բռնաբարելու փորձ կատարելու փոխարեն թող մի քիչ կարգին գործով զբաղվի, թող Փաշինյան Նիկոլին բռնաբարի, տեսնենք գլխավոր դատախազույն ինչ կանի։ Առայժմ այսքանը, նորից հիշեցնեմ մշտական խնդրանքս, բաժանորդագրվեք իմ YouTube-յան և Telegram-յան ալիքներին, կհանդիպենք շատ շուտով։